Հայաստանում կարգելվի օրհներգի պետական միասնական ստանդարտից դուրս տարբերակների կատարումն ու հնչեցումը, պետական միջոցառումների ժամանակ պարտադիր է լինելու օրհներգի կենդանի կատարումը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ որ օրհներգը կարող է հնչել նաև այլ ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների սկզբում, եւ այստեղ կենդանի կատարումը բնականաբար նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են։ Օրենքով սահմանված է մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին պետք է հնչի հիմնը։ Հիմա պարտադիր է դառնում, որ օրհներգը կատարվի կրթական հաստատության սաների կենդանի ձայնագրությամբ։ Ունկնդիրները պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս, աջ ձեռքը կրծքին։ Սա չափազանց կարևոր խնդիր է մեր պետականության գիտակցման եւ պետական ատրիբուտների պահպանման եւ զարգացման տրամաբանությամբ եւ մեզ քաղաքացիներից պետական կառավարման համակարգին պետության նկատմամբ դիրքավորվելու տրամաբանությամբ Մի շարք գերատեսչություններ ըստ վարչապետի ունեն նվագախմբեր, երգչախմբեր, որոնք չունեն, կարող են միջոցառումների ժամանակ հրավիրել։ Այլ կառույցների դեպքում սահմանվում է միացնել պետական ստանդարտով սահմանված ձայնագրությունը։ Կառավարության կայքի Հայաստան բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները։ Ընդհանուր պետական միջոցառումների ժամանակ սկսած արագությունից վերջացրած ամենատարբեր տեխնիկական դետալներով երբեմն այնպիսի տարբերակներ են միացվել, որ ուղղակի որևէ կերպ հարիր չէ պետական միջոցառմանը եւ ընդհանրապես պետական օրհներգին։ Էական չի որտեղ է հնչում, ինչ առիթով, երբ որ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե անձը հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը, համակարգին առնչվող նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարը։ Նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում։ Ամփոփելով 2025-ի թվերը վարչապետը նշեց, որ 76537 քաղաքացի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ։ Միջին գումարը մեկ հայտարարատուի համար կազմել է 81000 դրամ։ Սա ըստ վարչապետի կարևոր է նաև սոցիալական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական լինելու համար։ Սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար, որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ որ մենք արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մենք մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։ Մենք գուցե կլինեն խավեր, շերտեր, օրինակ մարդիկ, ովքեր ամիսը, չգիտեմ, մեծ աշխատավարձեր են ստանում, մեծ եկամուտներ ունեն, իրանց ասել, որ տարեկան 100,000 դրամ սոցիալական կրեդիտ ենք ձեզ վերադարձնում, այդքան էլ տրամաբանական չի։ Մենք այս խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղենք այն շերտերի եւ խավերի ուղղությամբ, որոնք դրա կարիքը ավելի շատ ունեն։ Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ 2025-ի հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է։ Մշակվում է նախագիծ, որով կսահմանվեն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ ենթակա են միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում։ Մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը ընտանիքի անդամներին փոխանցումները եւ այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն եւ 2 շաբաթվա ընթացքում կներկայացնեն կառավարության հաստատմանը։ Զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները այսուհետև զբոսաշրջության կոմիտեի համակարգում պետք է գրանցվեն։ Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո կստանան գործունեություն իրականացնելու հավաստագիր։ Հաստատվեց զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց էլեկտրոնային գրանցամատյանի կարգը։ Իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ որոշ դեպքերում հավաստեն, թե արդյոք փաստաթղթերը
ներկայացված ճիշտ են, թե ոչ։ Տուրիստական ընկերություններին կտրվեն բալեր, որոնք կարող են նվազել բողոքների դեպքում։ Զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանոթման ենթակա գործունեություն։ Կառավարությունը համապատասխան մարմինը հնարավորություն կունենան նախնական ուսումնասիրել միջավայրը, հավաստիացնել, որ հայաստանյան եւ օտարերկրացի քաղաքացիները կարող են այդ ծառայությունից օգտվել, նշեց վարչապետը։ Որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է եւ հայտարարվածի եւ իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել։ Սա իհարկե վերաբերում է նաեւ ավտոմեքենաներին, գիդերին, որովհետև կարող են համացանցում մի մեքենա տեղադրված լինի, բայց երբ որ մեքենան գալիս է պետք է մարդը նստի, տեսնում է ուրիշ մեքենա։ Այս որոշումը զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունը արդեն դառնում է ինդուստրիա։ 2026 թվականի հունվարին մենք նույնպես զբոսաշրջության բացարձակ ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների հունվար ամսվա համար։ Նշվեց նաև, որ 179,400 զբոսաշրջիկ հունվարին երբևէ չի եղել Հայաստանում։ Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20,000-ով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշից թիվը 40,000-ով է ավել։ Այսինքն այս հունվարին 29%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան անցած հունվարին։ 2025-ն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը մոտ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնածների թիվն է։ Նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, բայց նաև այդտեղ մենք տեսնում ենք, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025 թվականի արդյունքներով, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23000-ով գերազանցել է նախորդող շրջանի բոլոր շրջանների, այսինքն ամենաշատ թվով մենք այցելուներն ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ դա տեսանելի էր նաև ամանորի տոնակատարությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին նպաստող հանգամանքները։ Առաջին ըստ վարչապետի հաստատված խաղաղությունն է։ Հույս ունեմ, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անդադ ծանոթություններ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափել սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, ծանոթությունները կդադարեցնեն, որովհետեւ եւ պարոն Միրզոյան պետք է նաեւ աշխատել դեսպանատների հետ, որ տենց իներցիայով անընդհատ չշարունակեն։ Մեկ այլ հանգամանք է տնտեսական զարգացումը։ Ռեյտինգային տարբեր աղյուսակներում ըստ վարչապետի Հայաստանը դիտարկվում է որպես անվտանգ երկիր։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 2025-ին արձանագրվել է հանցավորության որոշակի նվազում։ Սրանք ևս Նիկոլ Փաշինյանի խոսքով զբոսաշրջային հոսքերին նպաստող լրացուցիչ գործոններ են։ Մայա Խաչատրյան, լուրեր։